Վերջի շրջանում դու մեզ շատ հիասթափվելու առիթ ես տվել, բայց այս մի քո արածը ուղղակի վերջն է, խոսքեր չունեմ ասելու։ Կարամ հասկանամ ինչա կատարվում։ Գլխի չես ընկնում։ Չէ։ Երևի մտածում ես, որ այս անգամ էլ կխաբես ու ամեն ինչը կմարսես։ Ձեզ խաբել։ Դե բավական է անմեղ ու անտեղյակ ձևանալ։ Դու խաբել ես մեզ։ Այն էլ շատ ստոր ու էժան ձևով։ Դու այդ հիմարին նույնիսկ Թիֆլիս ես հասցրել։ Ունդեղ հանդիպել ես նրա հետ։ Հանդիպել եք մեր քթի տակ, մեր վրա ծիծաղելով, մեզ հիմարի տեղ դնելով։ Ինչ ես անմեղ հայացքով կանգնել։ Ուզում եմ հասկանամ ուզածդ ինչ է։ Ուզում ես մեզ վերջնականապես թաղես։ Չէ՞ ում էր պետք ես կրկես, հա։ Ինչի համար խոստումներ տվեցիր, ինչի համար հասանք Թիֆլիս, եթե պիտի հանդիպեիր այդ տղայի հետ։ Դե խոսա, մի լռիր։ Հերթական սուտդ մատուցիր։ Դե։ Ես լռում եմ, որովհետև չեմ հասկանում ինչա կատարվում։ Կարելի է բացատրեք։ Այս ամեն ինչն ինչա նշանակում։ Անգելինա, մի արա։ Մեզ վերջնականապես մի հիասթափեցրու։ Ուղղակի ամաչում եմ, որ մենք նորմալ դաստիարակություն քեզ չտվեցինք։ Մենք ենք մեղավոր։ Դուք մեղադրում եք թույլ չտալով ինքնապաշտպանվել։ Չեք թողում ասեմ, որ մենք միասին չենք եղել։ Չփորձես նորից խաբել։ Դուք հանդիպել եք այդ տղայի հետ, նա եղել է Վրաստանում։ Տենց բան չի եղել։ Մենք չենք հանդիպել։ Ուրեմն ինչի համար էր եկել Վրաստան։ Ինձ քնիչն է ասել, որ այդ տղան ապացուցել է, որ դպրոցի հրդեհի հետ կապ չունի եւ ցույց է տվել անձնագիրը, որտեղ սահման անցնելու քնիքն է։ Հա, կարող է եկել է։ Բայց մենք կապի դուրս չենք եկել։ Ես բանից անտեղյակ եմ։ Քո դրամատրությունը կտրուկ փոխվեց Վրաստանում։ Դու դարձար ուրախ, ինքնաբավ։ Պապա, այսինքն ես միշտ պետքա տխուր ու արցունքն աչքերիս լինեմ։ Ինձ չի կարելի երջանիկ լինել։ Պետքա դժբախտ լինեմ, որ վստահ լինեք, ես ու Հենրին չենք հանդիպել։ Խեղճ երեխան չգիտի ինչ անի։ Դե հա, մամ, շատ են ճնշում։ Բայց եթե սենց շարունակվեց, առնելու եմ փախնեմ։ Իսկ ավելի խելացի մտքեր չկան։ Դե չէ, ես չունեմ։ Եթե դու ունես, ասա իմանամ։ Ինձ թվում է այս պարագայում ամենաճիշտ քայլը կլինի պատճառների բացահայտումը։ Ինչ պատճառներ։ Դե հասկանանք էլի ինչն է պատճառը, որ թույլ չեն տալիս։ Դե հա, մամ, հաստատ մի բան կա։ Ու պապան դրա մասին չի խոսում, Անգելինայի ծնողներն էլ հետը։ Դե իհարկե կա։ Ես վստահ եմ շատ մեծ գաղտնիք կա, որից պապիկդ ու պապատ տենց վախենում են, բայց ես մինչև չբացահայտեմ չեմ հանգստանա։ Հենց էդ էլ պատճառն է, մամ, որ որոշեցի Անգելինայի հետ թաքուն հանդիպենք։ Համել ոնց էլ չլինի, այդ ընթացքում ինչ-որ ճանապարհներ կբացվեն ու այդ գաղտնիքը կբացահայտենք։ Այդ իմ համար շատ կարևոր է, բալես։ Իհարկե ես շատ լավ հասկանում եմ, որ այս ամեն ինչը պապայի հետ է կապված, բայց ինքը ամեն ինչ բարդում է ավագի վրա։ Կիմանանք էդ ում գաղտնիքն է, որ պապատ տենց կյանքի գնով թաքցնում է, հաշվի չառնելով նույնիսկ հարազատ որդու երջանկությունը։ Սա այլ քո տունն է, թոռս, ոնց կուզես կարաս ապրես։ Նկատիկ ունենամ, պապի ջան։ Կարող է ուտելու բան պատվիրեմ։ Չէ, լավ կերել ենք, տեղ չկա է։ Ոնց ասես թոռս, դու խնդիր չունես, բալես։ Մերսի ջերմ ընդունելության համար, պապի ջան։ Ուրիշ ընդունելություն չէր կարող լինել իմ թանկ տղա։ Հատուկ քեզ համար մի լավ խնջույք եմ կազմակերպելու։ Խնջույք, ինչի համար։
Ոնց թե, որ բոլորը տեսնեն ու ճանաչեն Բագրատ Լալայանի թոռանը։ Արամ ամեն ինչ կարամ։ Ավելի պապի։ Դու մեռնեմ համեստ ջանիդ, ես էլ այսքան հնարավորությունների ու կարողությունների մեջ միշտ ինձ համեստ ու տեսած եմ պահել։ Համեստությամբ ու զսվածությամբ կարծում եմ ավելի շատ պապային եմ նման։ Իհարկե։ Իմ թանկ փեսայի համեստությունը ով ունի։ Մոտ գիտես ինչից է։ Որ մայրդ Լիլիթս ոսկի տղան դրեց։ Մենք ինչի վրա կանգ առանք, վերադառնանք մեր խնջույքին կամ էլ ճաշկերույթին, ոնց կուզես։ Անկեղծ ասած իմ պատվին ոչ խնջույք եմ ուզում, ոչ էլ ինչ-որ ճաշկերույթ։ Ուղղակի ուզում եմ իմանամ իմ հարազատներին։ Ցավը տանեմ։ Ջիգար, սենց բան կլինի, իսկական պապն է։ Իմ միակ ու հավատարիմ երկրպագու, որ գալիս ես ինչի ձայն չես անում։ Դե չէի ուզում խանգարեի, ինչպես միշտ իդեալական կատարում էր։ Ապրես շատ հեն։ Համել գիտես ուզում էի հետդ խոսեի։ Քանի ստեղ եմ ու բռնացրել ես ինձ, ասա։ Ինձ կասես, ինչի ես Սեմի վիրահատության գումարը տվել։ Չի կարում էլի լեզուն ատամների հետևը պահի հետ գյադեն։ Նորից եմ հարցնում հեն, ինչի ես նման բան արել։ Չեմ հասկանում, որ լավ բանել եմ անում, դժգոհում եք։ Ինչ անեի, թողեի մեռներ։ Չէ, դու ինձ սխալ ես հասկանում։ Ես շատ եմ ողջունում քո այդ քայլը, բայց Սեմին թվում է դու դա իմ խնդրանքով ես արել։ Շատ ապուշ է էլի։ Ինչև հիմա չի հասկացել, որ ես կյանքում չեմ թողնի քո շուրջը պտտվի։ Հենրի, ես հասուն մարդ եմ ու թեման մի փոխի, ֆայնա։ Այդ լրիվ ուրիշ թեմա է։ Դու ընտրություն անել չգիտես։ Մի անգամ ընտրեցիր, տեսանք ինչ ստացվեց։ Ես էլ դրա նման մեկն է, էլի։ Այդ դեպքում ինչի ես պապայի վրա զարմանում։ Դու ես նույն բանը անում։ Ուզում ես իմ փոխարեն որոշել ինձ ում հետ ավելի լավ կլինի։ Այստեղ ստոպ ֆայնա։ Ես պապայից չեմ մտածում ու իմ կարծիքը չեմ պարտադրում։ Բայց արի այս անգամ ինձ լսի ու հեռու մնա դրանից։ Փողն էլ տվել եմ, որովհետև մեր կյանքում այդ փողը ոչ մի բան չէր փոխի, իսկ իր կյանքը կփրկի։ Հիմա հասկացար ինչ եմ այդ արել։ Հա, մեկ էլ։ Չմոռանաս դու ամենալավին ես արժանի։ Հա, հնարավոր է Հենրին եղել է Վրաստանում, որովհետև ես շատ պատահմամբ Թումանյանի տնից սթորի արեցի։ Բայց ախր այդ չի նշանակում, չէ՞ որ ես ու Հենրին հանդիպել ենք։ Իմ համար շատ վիրավորական են ձեր կասկածներն ու մեղադրանքները։ Ոնց կարողացա ստել նրանց։ Ոնց։
Նայեցի ուղիղ իրանց աչքերի մեջ ու խաբվեցի։ Ես ես ինչ եմ դարձել Աստված իմ։ Ինչ ես կարծում։ Արդյոք արժե Անգելինային հավատալ։ Չգիտեմ, նույնիսկ չգիտեմ ինչ ասեմ։ Եթե իրոք Անգելինաս անմեղ է, ես ինձ երբեք չեմ ների նրա հետ նման ձևով խոսելու համար։ Ավակ մի բան էլ կա, որ պետք է քեզ ասեմ։ Ճիշտն ասած ինչ իմացել եմ, շոկի մեջ եմ։ Հաճելիորեն զարմացրել է ինձ այդ փաստը։ Գիտես, որ Սեմի վիրահատության գումարը Հենրի Շախունցն է տվել։ Ինչ ասացիր։ Ես էլ էի զարմացած ուղղակի չի հավատում, բայց Մերին Հոսեմը ինձ ասեցին, որ եթե Հենրի Շախունցը չլիներ, վիրահատությունը չէր իրականացվի։ Ինչի համար է այդ տղան գնացել նման քայլի։ Ես կարող եմ այդքան վատը չի ոնց որ մենք ենք պատկերացնում։ Անգելինան այս մասին ոչինչ չպիտի իմանա։ Հավատս չի գալիս։ Իզուր չի, որ քեզ կյանքիցս շատ եմ սիրում, Հենրի։ Բանա պետք անել։ Փաստորեն դեռ նեղացած ես։ Նեղացած չեմ։ Վիրավորված եմ շատ։ Թող տպավորություն չստեղծվի, որ Լիլիթի հետ գործում ենք քո թիկունքում։ Որքուր ես քեզ խնդրում եմ, արի հիմա դա չքննարկենք, հա։ Չէ, հենց հիմա պիտի քննարկենք, որ անհասկանալի հարցեր չմնան։ Իմ շուրջը հիմա այնքան անհասկանալի բան կա։ Ես չեմ ուզում քո վստահությունը կորցնեմ, իսկ հիմա աչքերիդ մեջ տեսնում եմ այդ անվստահությունը։ Ես ոչ մեկին չեմ վստահում։ Իսկ չես ուզում, որ դա ասելով ինձ վիրավորում ես։ Կներես, բայց ես ասում եմ այն ինչ կա։ Ես բոլորիդ նվիրվում եմ, բայց բոլորդ ինձ մեջքից հարվածում եք։ Պարզվում է բոլորի ինձնից գաղտնիքներ ունեն։ Միքայելն ու պապան էլ ինչ-որ գաղտնիքի մասին էին խոսում։ Այդ ինչ գաղտնիք է։ Չգիտեմ։ Պատկերացնում ես, ես հարցրի, իսկ ինձ ոչ մի բան չասեցին։ Պարզվում է իրանք էլ քեզ նման շատ հարցերում լռում են։ Լավ, որ հետո չասես չեմ ասել, հիմա ասում եմ։ Լիլիթի տղան է գալու Հայաստան, կամ էլ արդեն եկել է, չգիտեմ։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր տեղեկություններ։ Ես իհարկե շատ եմ ուզում հանդիպել քրոջս տղային, բայց վստահ եմ այդ երեխան իմ գոյության մասին գաղափարել չունի։ Լավ, վեր կանամ, հաց դնեմ, հիմա կգամ։ Դու հանգիստ նստիր, ես կանեմ։ Չէ, որ նստում եմ ավելի եմ ինձ վատ զգում, ավելի լավ է վեր կենամ գործով ինձ զբաղեցնեմ։ Բարև տիկին Վիկտորիա։ Բարև Գորջան, համեցվի։ Հա, ոնց ես։ Քեզ նման հյուրը նծողը ոնց կարող է վատ լինի։
Գոր Մարկին ջան։ Լավ էլի ձյաձավակ։ Խնդրում եմ հիվանդանոցի պատերից դուրս գալ։ Շատ լավ, շատ լավ։ Նստիր Գոր ջան։ Նստիր։ Ուրախ եմ քեզ տեսնել։ Միգուցե հարմար պահ չեմ ընտրել հյուր գալու համար, բայց Չէ, ինչ ես ասում Գոր ջան։ ես որպես սրտաբան եմ եկել։ Նախ իմանալու թե ոնց է իմ հիվանդը ու հետո հասկանամ ինչ եղավ, որ սենց շուտ վերադարձակ։ Իրականում ես քեզ պիտի լսեի ու չգնայի Վրաստան։ Սենց գոնե կանխեի դպրոցի այրվելը։ Այդպես մի ասա, ավակ, լինելու բանը պետքա լիներ, մեզնից ոչ մի բան կախված չէր։ Իրականում ձեզ մեղադրելով ոչ մի բան էլ չեք փոխի։ Ավելի լավ կլինի մտածեք ձեր հանգստության ու առողջ ապրելակերպի մասին։ Մտածել եմ, մտածում եմ, բայց ոչինչ չի ստացվում։ Իսկ Անգելինան տանը չի։ Հեսական չեմ։ Անգելինա կորն է եկել, կիչնես։ Հեսա կիչնեմ։ Ես ուզում եմ քեզ ասեմ, որ եթե դու իրոք անմեղ ես ու չես հանդիպել այդ տղային, կներես մեզ։ Իսկ եթե դու ստել ես մեզ ու իրեն հանդիպել ես, լավ իմացի, մենք երբեք քեզ չենք ների։ Այսօր սենց ուրա, հա։ Ուտում ենք ու լռում բոլորս։ Բայց շատ լավ է։ Ես գոհ եմ։ Բայց ես այնքան էլ չէ, ասեմ իմանաս։ Բայց չխոսանք, չիմանանք սեղանի շուրջ մարդ կա, չկա, հա։ Էնրի ինչ կասես։ Դե պապի ջան, երևի մտքերն ու անհանգստությունները այնքան շատ են բոլորիս մոտ, որ թաղվել ենք դրանց մեջ։ Դե հա, ամեն մեկս տարված ենք մեր հոգու գաղտնիքներով։ Բայց դու քեզ տենց մի ծանրաբեռնի։ Քո կարգավիճակում հիմա թեթև ապրելն է ճիշտ։ Առհասարակ մարդ պիտի թեթև ապրի։ Դե հա, բոլորս էլ ուզում ենք թեթև ապրենք, բայց ցավոք սրտի շրջապատը թույլ չի տալիս։ Բա, ասում եք, սկսեցիք խոսել։ Ես որ չլնեմ, դուք չեք խոսի։ Ձեզ հազի պետքա դուրս բերեմ ձեր ջրհորից։ Մտել եք ընդեղ ու դուրս չեք գալի։ Ես որ չունեմ, սեղանել չեք գցի, հացել չեք ուտի։ Սեմարտնանա, սիրտը հաստատ մոչի է ուզելու։ Բայց ոնց որ իմն էլ է ուզում։ Ճիշտ են էլի ասում, որ Dream Sweets-ի մոչիներն անմահական են։
Հավատս չի գալիս, որ քո հիվանդությունը մնաց անցյալում։ Այսօր ազանգում։ Ալո։ Հենրի, բարի երեկո, Մերինա։ Ինչ Մերի։ Սեմի քույրը։ Հետո։ Զանգել եմ իմ շնորհակալությունը հայտնեմ եղբորս վիրահատության համար։ Մեծ բան չէր, չարժի։ Ինձ համար մեծ բան է։ Այս աշխարհում ամենաթանկը իմ համար իմ եղբոր կյանքն է։ Դե ուրեմն խաղաղ ձեր կյանքը ապրեք։ Այդ 2 կոպեկի մասին էլ մի մտածեք։ Արդեն ներվենացա անկեղծ ասած, արածս մեծ բան չի, բայց աղմուկը շատ է։ Ես իմ ու Սեմի անունից շնորհակալություն եմ հայտնում։ Բարի գիշեր։ Սեմ, ես երբ ես արթնացել, կամ որ արթնացել ես, ինչի՞ց այն չես անում։ Որ տեսնեի, թե ինձ ինչքան է ստորացնելու։ Արի սխալ կարծիք մի կազմի, հա։ Ինչ ես զանգել դու դրան։ Սեմ, Զանգել էիր հերիք չի մի հատ էլ իմ անունից շնորհակալություն ես հայտնում։ Սեմ մի գոռա ու մի նյարդայնացի։ Քեզ չի կարելի նոր ես վիրահատվել, դու պիտի հանգիստ լինես։ Լսի, իմ մասին անհանգստացողը չես զանգի իմ թշնամուն։ Հերին քո թշնամին չի, եթե քո թշնամին լիներ, Դու ինչի չես կարողանում ընկալես, որ ինքը այդ ամենը արել է նրա համար, որ ինձ նվաստացնի, որ բոլորին ցույց տա իր փողերով, որ ես ապրում եմ։ չկա նման բան։ Մերի, դու ինձ ես հավատում, թե իրան, թե փողի ուժը քեզ էլ է կուրացրել։ Ամոթ քեզ Սեմ։ Ես շատ ուրախ եմ, որ ձյաձավակ իրեն լավ է զգում։ Չնայած այնպիսի հոգատար մարդկանցով է շրջապատված, որ այլ կերպ լինել չէր էլ կարող։ Բայց ասա Գորջան, որ բարբերաբար պետքա գա ստուգվի։ Չեմ կարծում, որ իրեն ասելու կարիքը կա, որովհետև ձյաձավակը շատ լավ գիտի, որ դա իրեն անհրաժեշտ է։ Մի անհանգստացի գոռ, ես ու մաման իրան բերման կենթարկենք։ Շատ լավ։ Ուրեմն հանգիստ եմ։ Շատ շնորհակալ ենք հոգատար վերաբերմունքի համար։ Էդի ես եմ շնորհակալ սուրճի համար։ Անուշ լինի։ Գորջան, դու ես տան պատվավոր հյուրն ես։ Համեցիր եւ կցանկանաս։ Շնորհակալ եմ։ Դու մեզ համար շատ հարազատ ես դարձել իրոք։ Դուք էլ ինձ համար եք հարազատ դարձել։ Դուք ու Սեմենք։ Մերենք շատ քեզ շնորհակալ են, որովհետև այն վերաբերմունքը, որ դու ես ցուցաբերել իրենց նկատմամբ, ուղղակի շատ գովել է։ Մեծ հաշվով ես ոչ մի բան էլ չեմ արել։ Ինչպես միշտ համեստ ես։ Չէ, համեստության հարց չկա, ուղղակի ասում եմ այն, ինչ որ իրականում եղել է, իսկ իրականությունը մեկն է, որ Սեմի կյանքը փրկել է Հենրի Շախունցը։ Լուրջ։ Այդ ո՞նց։ Դե գումարով բաց չի, դա էլ արելա, որ իր անունը բարձրացնի։ Փաստացի արել է ու ես շատ ուրախ եմ, որ նմանների մեջ մարդն է արթնանում։ Անհարմարել է, գնանք տեսնենք այդ երեխուն։ Հա, իրոք, ես գնացել էի, բայց միասին մի հատ գնանք անպայման։ Ինձ կներեք, ես գնամ։ Ձեզավակ, կսպասեմ ձեզ հիվանդանոցում։
Պապին տանն է։ Արամ։ Այսօր ես գնացել Արամիկ առանց հարցնելու։ Չլինի հերդ ուղարկել է ինձ կոնտրոլ անելու, Չնայած քեզ շատ եմ սիրում, բայց սատանահորիցս զգուշանալ է պետք։ Կներեք, կարող եմ ձեզ օգնել։ Նման գեղեցկունով է փորձել եղացնել։ Կներեք ինչ եք ուզում։ Օգնել, եթե կարող եմ։ Չէ, չեք կարող։ Ավելի լավ կլինի շարունակեք ձեր ճանապարհը։ Ես ինչ չեմ ների ուղակի, եթե ձեզ թողնեմ այստեղ այս վիճակում։ Ես օգնության կարիք չունեմ։ Դե ուրեմն կգնամ, երբ դադարեք արտասվել։ Հալա։ Դու իսկ ես լսողին։ Իսկ քանի ժամը գրում զանգում եմ Անգելինա, ինչի՞ չես պատասխանում։ Գոր մարկիչներ եկել։ Բա տենց ասա։ Ասում եմ, բայց այդ տոնայնությունը ընդհանրապես տեղին չէր, Հենրի։ Դու ավելի լավ ասա տենամետ ինչի էր եկել, հիվանդ չունի, չեմ հասկանում, թե սպիտակ խալաթը հագնում է, որ գա ձեր տուն ոտը ոտին գցի, կոֆե խմի ու ծնողներիդ մոտ հաջողանա որպես փեսացու։ Հենրի, դու անարդար ես գոր մարկիչի հանդեպ։ Դու նենց ես անում, որ ես գամ այդտեղ ու դառնամ իր համար արդար ոնց որ։ Ինքը քո գովքներ անում։ Շնորհակալ եմ քեզ։ Արևս, ինչ խառն ես, ինչեր ես խոսում, չհասկացա։ Գորն ասաց, որ Սամի վիրահատության փողը դու ես տվել։ Փաստորեն տենց հեշտ է, հա, բարերարի անուն հետ գցելը։ Ես հպարտանում եմ քեզնով, Հենրի։ Բա հլա ասա տենամ ձեր գյուղում ելով փողի կարիք ունի։ Լավ էլի, Հենրի, մի քիչ նեղված եմ։ Ինչ ա եղել։ Ստիպված էի մերոնց խաբեի ու ասեի, որ մենք Վրաստանում իրար չենք տեսել։ Ինչի տեսել ես։ Այնքան վատ եղավ, չես պատկերացնի։ Չէի կարողանում ծնողներիս աչքերին նայի։ Ոչինչ, Արևս, հեսա կգամ, իմ աչքերի մեջ կնայես։ Այսինքն
Հիմա ինչ, կարող եմ էլ չանհանգստանալ, որ Ֆրիդան կհայտնվի Հենրիի ճանապարհին։ Չէ, անհանգստանալու բան չկա, ճանապարհել եմ գնացել է։ Էլ չի անհանգստացնի։ Վստահ ես։ Ինձ թվաց ինքը հեշտ հանձնվողներից չի։ Մոռացի դրան։ Ու արի պարկի թող երեխեսը հանգստանա, որտեվ արդեն իմ աչքերն էլ է փակվում։ Դա ինչի ես տենց պարկել։ Հերկած դու էլ մտի անկողին։ Չէ, որ մտնեմ անկողին քոնս կփախնի։ Դե եթե չես քնում, կպատմես ինչ գաղտնիքի մասին էիք խոսում դու ու պապան։ Աննա, դու գիշերվա երազ չես։ Արի պարկի։ Ես գիտեմ դու ու պապան ինչ որ գաղտնիք ունեք։ Ու ավելի քան վստահ եմ, որ այդ գաղտնիքը Անգելինայի հետ է կապված։ Անգելինան ով է։ Այն բազմախբյուրի գեղեցկուին։ Հղիությունը վրդ ազդել է, ան։ Ինձնից քեզ խորհուրդ։ Զգուշ եղի։ Ինչպես տեսնում եք, ես արդեն լավ եմ։ Այլ չեմ արտասվում։ Այդ շատ լավ է, որովհետև ավելի ակնհայտ է դարձնում ձեր աչքերի գեղեցկությունը։ Ես չգիտեմ դուք ով եք, բայց արդեն նյարդայնացնում եք ինձ։ Արամ, ես Արամն եմ։ Ճիշտ է, պապիս սիրում է ինձ ասել Արամ ամեն ինչ կարամ, բայց ես այդ կարծիքին չեմ, որովհետև մտածում եմ, որ մարդիկ ավելի սահմանափակ կարողությունների տեր են։ Հետո, լավ ինչի համար եք այս ամենը ինձ ասում։ Ես կարծում եմ, որ կարող եմ լավ զրուցակից լինել։ Եվ ինչու ոչ, օգնել ձեզ այս իրավիճակում։ Եվս մեկ անգամ կրկնում եմ։ Ես արդեն լավ եմ։ Կարող եք ինձ հանգիստ թողնել։ Չէ, չեմ կարող։ Մինչև չիմանամ ձեր անունը։ Լավ, ինչ ա տալու ձեզ իմ անունը։ Մի նոր ծանոթություն։ Ես նոր եմ երկրում, եւ նույնիսկ մի տեղ չգիտեմ, որ կարելի է ձեզ հրավիրել մեկ բաժակ թեյ խմելու։ Բայց ով ասեց, որ ես ցանկանում եմ ձեզ հետ թեյ խմել։ Ներողություն։ Ալո։ Կզանգեմ։ Շատ հետաքրքիր է։ Ձեր ընկերուհուն խոստանում եք շուտ զանգել, ու այդ ընթացքում փորձում եք ծանոթանալ մեկ ուրիշ աղջկա հետ։ Չեք հավատա, բայց զանգողը պապիկս էր։ Եվ այսպես որտեղ կարող ենք թեյել։ Հերի դու կարող ես գժվել ես։ Այս գիշերվա կեսին ինչի ես եկել մեր տան դիմաց քեզնից գողգող կանգնել։ Այս գիշերվա կեսին սերը խեղդում էր արևս, որոշեցի գամ, որ հանկարծ չխեղդվեմ։ Հերի ուր։ Հերի։ Ապրելու ցանկությունից այրվում ես, երբ կա այրելու ցանկություն, չմաքրված հաշիվներ ու չվերականգնված արդարություն։